ինչ հորդոր կամ խոսք ունեք էջմիածինցիներին։ Առաջինը ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում վաղաշաբաթ խոշորացած հավաքի բոլոր բնակիչներին, իրենց ջերմ ընդունելության, մտերմիկ անկեղծ զրույցների, խորհուրդների, աջակցության համար։ Ես այս քարոզարշավի ընթացքում հանդիպեցի տարբեր մարդկանց հետ, տարբեր ընտանիքներում մենք ներկա գտնվեցինք, հյուրասիրության արժանացանք։ Ես խնդրեմ վաղաշաբաթ խոշորացած հավաքի բոլոր բնակիչներին առաջինը նոյեմբերի 16-ին ներկանան ընտրատեղամասեր, կատարեն իրենց ընտրությունը եւ իրենց ձայնը տան համար 2-ին։ Սելի վաղաշաբաթցիներ։ Էջմիածին քաղաքը իր գյուղական համայնքներով այդ ընտրություններից է կախված վաղվա մեր ապագան, մեր երեխաների ապագան, մեր պետության լինել չլինելու ապագան։ Վաղաշաբաթի ընտրությունները նոր սարդարապատ է, նոր էջի սկիզբ է։ Մենք պետք է ամուր պահենք մեր հայրենիքը, մենք պատասխան ունենք տալու մեր զոհված հերոսացած եղբայրներին, հայրերին, ընկերներին։ Մենք պետք է նրանց շիրիմները պահենք, ոչ թե թողնենք, որ վաղը ադրբեջանցիները գան պղծեն, ինչպես պղծեցին Արցախում։ Մենք պետք է համախմբվենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս իշխանություն չունենա վաղաշաբաթ համայնքում։ Դուք պատկերացրեք, վաղը գնալու եք բժշկի, ձեր երեխային բուժելու է ադրբեջանցի բժիշկը։ Վաղը ոստիկանը կանգնեցնելու է, լինելու է ազգությամբ թուրք։ Մենք ինչպես ենք ապրելու այդ բարբարոսների հետ։ Թուրքը մեր թշնամին է։ Մենք երբեք թուրքի հետ չենք կարող եղբայրություն անել։ Ես դեմ չեմ, համաձայն եմ ճանապարհների բացմանը, բայց նրանց հետ եղբայրություն անելը դա մերը չի։ Մեզ պղծում են, թուրքերը ամենուրեք։ Մեզանից գողացան Մեսոպ Մաշտոցին, քանդում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, քանդելու են վաղը նրանք Եռաբլուրը, քանդելու են մեր եկեղեցին։ Դուք արթնանալու եք, տեսնելու եք եկեղեցի գլխին լուսին է։ Էջմիածնում շրջելիս լսելու եք մոլայի աղոթքը։ Մենք հայ ենք, մենք քրիստոնյա ենք, պետք է ուժի կողք կողքի կանգնենք եւ պայքարենք այս թրքացված իշխանության դեմ։ Իմ հորդորս խնդրանքս մեկն է՝ համախմբվել եւ վտարել իշխանությանը մեր հոգեվոր կենտրոնից, մեր Հայաստանի Հանրապետությունից։ Մենք կորցնելու ենք մեր Հայաստանի Հանրապետությունը։ Արցախցիները տեղ ունեն գալու, մենք ուր են գնալու։ Սիրելի վաղաշաբաթցիներ, խնդրանքս նույնն է։ Համախմբվեք եւ ձեր ձայնը տվեք համար 2-ին։